Փառք Նժդեհին եւ ազատություն նժդեհական ապստամբ Սասնա ծռերին։ Հիշում եք տարիներ առաջ, երբ որ թրքաբոլշևիկյան ռեժիմի գործակատարը Սերժիկն էր, Նիկոլը չէր դեռ։ Թուրքերը, այսինքն Էրդողանի վերջնական իշխանության գալուց ընթացքում Գյուլից հետո կարծեմ, սա արդեն Սահմանադրական փոփոխություն արեցին կարծեմ, որքան հիշում եմ, սա դարձավ ասենց հավերժ նախագահ դառավ էլի Թուրքիայի։ Սա ասում էր, որ ցեղասպանության հարցը եկեք թողենք պատմաբաններին։ Պետք է որ լավ հիշեք, սա 10, 12, 13 տարվա պատմությունն է ամենաշատը։ Եվ հայկական կողմը չէր ընդունում, բայց այտենց լուրջ չէր արձագանքում, որ սա իրողություն է, սա վավերագրված, նույնիսկ տեսաձայնագրված, լուսանկարված, սա ասեք 15-րդ դարի դեպքեր չեն։ Սրա մասին խոսել են էմիսարները տարբեր երկրների, դիվանագետները, ռազմական գործիչները, ռազմական բժիշկները, հասկանում եք, անգամ Հիտլերն է բարձրաձայնել, որով է հիշում հայոց ցեղասպանությունը։ Այն ժամանակ թուրքերը նման առաջարկ էին անում, հիմա էլ նման առաջարկ չեն անում։ Գիտեք ինչու։ Որտեղ իրենք ունեն իրենց արդեն ամենագետը, ասել է թե Նիկոլը։ Ինչ կարիք կա պատմաբանին տալ այս հարցը, չնայած ես կողմ չեմ, ցեղասպանությունը տեղի ունեցած իրողություն է, եթե դա ինչ-որ կասկած հարուցեր, կապ չունի ինչ պայմաններում, ինչ դրդապատճառով, ինչի համար հայը ցեղասպանվել է, սրեք հաշվել եւ տեղահանվել է, ինչպես Արցախից։ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր, որի համագործակցողը, ասենք ցեղասպանի հետ, Հեյդարի Լագոտի հետ եղել են Էրդողանը, Պուտինը, Նիկոլը, Ռոբերտը, Սերժիկը, Լևոնը, բոլորը թրքաբոլշևիկյան ռեժիմին ծառայած բոլոր։ Ես կանադառնամ դրանց էլ։ Հիմա էլ չեն ասում թողենք պատմաբաններին։ Էրդողանը էլ չի ասում պատմաբաններին թողենք։ Թողել է Նիկոլին։ Ամենագետ ճակերտներով Նիկոլին։ Արդեն Նիկոլն է ասում, ցեղասպանությունը դա աշխարհական իրավիճակներում առաջացած, չգիտեմ, եսի ինչ գործընթաց էր, որտեղ նաև մենք մեր մեղքը պետք է ունենանք, պետք է ուսումնասիրենք, տեսնենք մեր մեղքը որն է, հասկանում եք, ինչ պատմաբան, ինչ բան, Նիկոլն ասում է էլի։ Ինչ կարիք կա պատմաբանի տակ, բա որ պատմաբանի տակ պատմաբանը գա ու հանգարց ապացուցի, որ թուրք պատմաբանի չպետք է տաս։ Դուք տեսնում եք, որ Նիկոլի ցանկացած ելույթ, երբ որ արդեն ինքը պետք է հատուկ, ասենք ցեղասպանության օրը եթեր մտնի ու բան խոսա, այդ տեքստը գրվել է կամ Թուրքիայում կամ Ադրբեջանում, արդեն նույնիսկ Կրեմլում չի գրվում։ Բացառապես գրվում է այնտեղ։ Նիկոլը դարձել է, գիտեք ով, ասենք մանկապարտեզի դայակին երեխեքի հետ վարվել է սովորեցնում, ուր գնում է ինքը բանը գիդոսն է, ամեն ինչ գիտի։ Գնում է գյուղատնտեսություն է սովորեցնում, այդ պրատ լրագրողը, այդ որ փողով մարդկանց վրա գործ էր հարուցում, գրում, նյութեր էր գրում, որ մարդիկ բան լինեն, փողեր վճարեն կամ փողաթափ լինեն։ Զինվորներին լցնում են, միտեղ այրում են, դուռը փակում են վրեկները, հələ ծուխը, հələ կրակը չմարած, հələ էքսպորտը չմտած, հələ չգիտեմ, ոչ մի բան, ինքն արդեն հայտարարում է, ով էր մեղավոր, ինչ sense եղավ, ոնց եղավ։ Ասես ինքն է արել։ Կամ ինքն է կազմակերպել։ Նման, եթե չի եկել, ասենք, համապատասխան մասնագետը ոչ մի եզրակացություն չի կրակը հələ կրակների մեջ էին այդ երեխեքը, զինվորները։ Այսինքն որից մեկը չէր կարող գնալ այնտեղ հետք մանգար։ Հա, կրիմինալիստը չէր կարող տեսնել այնտեղ ինչից է ինչ առաջացել։ Նիկոլն արդեն գիտեր եւ հայտարարություն էր անում։ Դա կամ ինքն է կազմակերպել, որ հստակ գիտի ինչը ոնց է առաջացել, կամ էլ մեզ ապշտեղ է դնում, շեղում է։ Նման բան չեն անում։ Բայց Նիկոլն արեց։ Մենք հասկանանք, որ թրքաբոլշևիկյան ռեժիմը Նիկոլին հենց
ներդրել է այս գործի մեջ, որ ժողովրդին մոլորեցնի։ Հիմա բուն ցեղասպանության մասին կապ չունի ինչ հանգամանքներում, ով դրթեց, ով ասեց այն հանրահայտ ֆիլմի մեջ, ով ասեց անենք, ով բերեց զենքը, ով հրաման տվեց, հա, ով ոտքերը բռնեց, ով փորը բացեց, կարևոր չէ, իմ տան մեջ իմ ծնողին, իմ ապուպաբերին մորթել են, իմ տան մեջ իմ ծնողը չի կարող սխալ լինել հարևանի կամ օտարի հանդեպ, ինքը իր տանն է ապրել, իր պատերի ներսում, օտարը մտել է ու իր պատերի ներսում նրանց բան է, հանգամանք չկա ստեղ, բայց եթե հանգամանք եք փնտրում, դառնանք հրեաների ցեղասպանությանը, ով կազմակերպեց հրեաների ցեղասպանությունը, Հիտլերի ռեժիմը, չէ, Հիտլերից առաջ հո հրեաներին չէին դասմասական կոտորում, Հիտլերից հետո հո հրեաներին չէին կոտորում, գերմանացիները ընդունեցին, որ Հիտլերը սև գործ է արել, այսօր անգամ համագործակցում են հրեաների հետ, Հիմա դառնանք թուրքերին, ուրեմն, ցեղասպանության դժնդակ տարիները առաջին համաշխարհային տարիներն են, բայց ցեղասպանությունը հո այդ ժամանակ չի սկսվել, Համիդի ջարդերը կային, ցեղասպանություն էր, այսինքն դրանից առաջ, Համիդից առաջ կոտորել են, Համիդը կոտորել է, Համիդից հետո կոտորել են երիտ թուրքերը, երիտ թուրքերից հետո կոտորել են, քեմալիստները կոտորել են, հիմի կոտորում են, Արցախի տեղահանությունը դա ցեղասպանություն է, էթնիկ զտում է, Հեյդարի Լակոդը ցեղասպանություն է գործել, Նիկոլն էլ հետը հանցակից է, քանի որ պարտագում են նաև այսօր, Հիմա հələ եկեք գերմանացիների եւ թուրքերին համեմատենք, Հիտլերից առաջ էլ, Հիտլերից հետո էլ, հրեա չեն սրի քաշել, Այսինքն այդ մի Հիտլերն էր ռեժիմով անում դա, այսինքն մեղադրել գերմանացի ժողովրդին անիմաստ կլինի, բայց թուրքերի դեպքում բոլոր ռեժիմների ժամանակ այդ process տեղի ունեցել, այսինքն սա ոչ թե ինչ որ մեկի ձեռքի գործներ, այդ մեկին տատի տանք, ասենք բանը չէր էլի, թայլատը չէր, որ գնդակահարեց ու պրծանք դրանից, չէ, թայլատից առաջ ասում եմ, բոլոր ռեժիմները Համիդը ջարդեց, երիտ թուրքը ջարդեց, Քեմալը ջարդեց, այսինքն սրանց մոտ դա ցեղական է, ազգային է, թուրքը ինքնին իր էությամբ ցեղասպան է, գերմանացին այդպեսին չէ, հասկացանք, չէ, այսինքն 15 թվականից առաջ էլ, 15 թվականից հետո էլ հայերի հանդեպ ցեղասպանություն է տեղի ունեցել, ինտենսիվ, մինչև 1923 թվականը, Բաքվում ինչքան հայ կոտորեցին, 88 թվին ինչքան կոտորեցին, հիմա ինչքան կոտորեցին ու տեղահանեցին, միշտ տեղի ունեցել, այսինքն թուրքը դարերի ընթացքում չի փոխվել, այսինքն դա մի չարագործի խնդիր չէր, դա ցեղի խնդիր է, թուրքը ոչռագործ է, դու ո՞նց կարող ես ինձ համոզել, որ ես գնամ եւ թուրքի հետ, ասենք մոռանամ ամեն ինչ ու Եթե մի հատ Համիդ արած լիներ ու Համիդը չլներ, Համիդը հետո ամեն ինչ խաղաղված լիներ, ներողություն խնդրած լինեին, գերմանացիները, ես այսօր ողջ չէի պայի Թուրքի հետ, բայց Համիդից հետո էլ են ջարդել, նրանից հետո էլ են ջարդել, այ դրանից հետո էլ են ջարդել, հիմա էլ են ջարդում, ինչ խաղաղություն, ինչ խաղաղություն, սպանդանոցի խաղաղությունը ո՞րն է, ես ձեզ ասեմ, որ ընտրությունները կեղծվելու է, Եթե Ռուսաստանում Պուտինը մնաց եւ Իրանում այս վիճակը երկարեց, չգիտեմ, փորձում են հենց անեն, որ շատ արագ Իրանում ամեն ինչ ավարտվի, ես ասել եմ, որ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ շահ ունի այդ Հորմուզի նեղուցի փակ լինելը աշխարհի տնտեսության հերանիցում է, այսինքն բոլորին հետ է գցում, առանց նրանք բոլորը Ամերիկայից հետ են, էլի են հետ են գնում, սա Ամերիկային ձեռնտու տարբերակ է, ով ոնց ուզում է մտածի, ես այդպես եմ մտածում, Հորմուզի նեղուցը իր պատճառով է փակվել, որտեղ ինքն է պատերազմ հրահարել Իրանի դեմ։ Ու այդ Հորմուզի նեղուցով 2% էներգետիկ ռեսուրս է իրեն հասնում, այսինքն ինքը դրա խնդիրը չունի։ Եվրոպային է ամենաշատը գնում ու արևելքին, նրանց էլ ասում եկեք օգնեք բացեք, նրանք էլ հասկանում են երևի, ասում են քո արած դու բացի։ Նրանք ասում չեք ուզում թող մնա փակ։ Եվ դուք դուժվեք։ Վաղը նորից
ինչ ասեմ են եք անել, որտեղ դուք խեղճացած եք լինելու։ Այս խաղը պետք է ավարտվի, որ Իրանի հետ տեսնենք ինչ է տեղի ունենում, որ հասկանանք մեր ճակատագրին արտաքին ազդեցությունները, օգտագործենք, թե իսկապես պետք է ապստամբել։ Թուրք Նիկոլից ազատվելու տարբերակը, եթե աշխարհական իրավիճակը սենց մնաց, ապստամբությունն է լինելու։ Ընտրություններով բան չի փոխվելու։ Ընտրությունների ժամանակ Նիկոլը նկարելու է, ինքն անցնելու է, հետը տանելու է Տաշիր Սամոյին ու Ռոբերտ Քոչարյանին, որտեղ այս մարդիկ ոչ Արցախ են հետ ուզում, ոչ Արևմտյան Հայաստան են ուզում։ Քոչարյանին լսում ես, ասում է, դե ինչ պահանջատիրություն, դե ինչ պահանջ, բան է, էլի, ասենք թույլ, դա չի կարող լինել։ Մյուսն ասում է մեկը մյուսի հետ մի կապեք։ Բանի Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ անունը։ Իսկապես այդ մարդը լավ, ինչի է ձեր դեմքը այդ տեսակ։ Չնայած հա, այդ տեսակ է, որ դուք հանկարծ Նիկոլին չանցնեք։ Դասավորությունը պետք է դենց լինի։ Բայց սիրելի հանրություն, Տաշիր Սամոյի կողքը մարդիկ կան կանգնած, ովքեր ոչ թե հատուկ եկել են Տաշիր Սամոյին աջակցելու, եկել են բան փոխելու նպատակով։ Սիրելի հայրենակից, հիշի, բան փոխողը ազգային ուժն է, ասել է թե Սասնա ծուռը։ Հիշեք, որ ապստամբության պահը գա ոչ Տաշիր Սամոյը, ոչ Ռոբերտ Քոչարյան, նրանց հետ գործ չեք ունենալու։ Մեր հետ եք գործ ունենալու։ Մենք ոչ չենք թողելու թուրքերը վերջնական կոտորեն ու մեզ ընդհանրապես որպես հայ, ոչ թե ֆիզիկապես, ասեն փոխ են ամեն ինչ, ասեն դուք եկվոր եք, սկի հայ էլ չեք, եկել եք եսին որտեղից ցես հայ եք համարում։ Նիկոլը դրան է տանում։ Իսկ Ալիևը ինտենսիվ իր համար պատմություն է կերտում։ Մեր պատմությունը գողանում ձևակ փոխում է իրենով։ Մեզ ասում է ձեր անցյալը մեզ պետք չի, Նիկոլը, մեր անցյալը մեզ պետք չի, մոռացեք։ Ալիևը իր համար անցյալ է կառուցում։ Տարօրինակ է, չէ՞։ Ուրեմն, սիրելի հանրություն, ընտրություններով, եթե այսպես մնա, ոչինչ չի փոխվելու։ Ցեղասպան Նիկոլը, որովհետև ինքը համագործակցել է Պուտինի, Էրդողանի եւ Ալիևի հետ։ Դրանք բոլորը ցեղասպաններ են։ Ցեղասպան Նիկոլին, եթե մենք փորձենք հրապարակ դուրս գանք, ասեմ, որ Քոչարյանականներն էլ Տաշիր Սամոյին քիլ են դուրս գալու։ Իբր Նիկոլի դեմ, որ հրապարակը լցնեն, մեզ խանգարեն։ Սիրելի հանրություն, ապստամբների կողքը կանգնեք։ Նրանց կողքը չկանգնեք, փող կդան, ինչ կանեն։ Խոստանան, որ Պուտինը հեսա դզվելու է ձեզ փրկի։ Միակ ռեալ փրկությունը առաջարկում է ազգային ժողովրդական բևեռը։ Դուք տեսաք ազգային ժողովրդական բևեռը, երբ որ կենտրոնական հանրական հանձնաժողով տարավ թղթերը հանձնելու, քանի լրագրող էր եկել, որպեսզի հարցներ մասնակցում եք, քանի հոգով եք, ինչ եք, չկային։ Ցանկացած մեկը գնում է, կապ չունի, հայտնի է, ճանաչված է, անճանաչ է։ Տեսեք, բոլոր լրատվամիջոցներն են դեղել։ Խոսափողների քանակից նայում եք, զգում եք։ Այսինքն ազգային ժողովրդական բևեռը ձեռնտու չի ոչ Ռոբերտին, ոչ Տաշիր Սամոյին, ոչ Սերժիկին, ոչ Լևոնին, ոչ էլ Նիկոլին։ Այսինքն այս բոլորը դեմ են ազգային ժողովրդական բևեռին։ Սա նշանակում է, որ այս բոլորը համագործակցում են։ Եթե բոլորը մեր դեմ են, դա շարժում կա, չէ՞, բոլորին դեմ է։ Դրանք բոլորը մեզ են դեմ։ Բոլորը, որովհետև բոլորը ծառայում են ռուս-թուրքական դաշինքին։ Ստապ եղեք։ Մնաք խաղաղությամբ։